Այսօր օրացույցում նշվում է ոչ աշխատանքային, սակայն այն հիշեցում է այն մասին, որ աշխատանքային իրավունքները պետք է լինեն պաշտպանված։ Մայիսի 1 ունի պատմական ծագում։ 19-րդ դարի վերջին Չիկագոյում աշխատավորներն ընդվզել են երկարատև աշխատանքի ու վատ պայմանների դեմ։ Իսկ Հայաստանում մայիսի 1-յան այս երթը կրում է արժանապատիվ աշխատանք խորագիրը։ Երթը մեկնարկեց Աբովյան պուրակից։ Երթին մասնակցում էին ինչպես հայկական արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները, այնպես էլ այլ քաղաքացիներ տարբեր մասնագիտություններից, բժշկությունից մինչև արդյունաբերություն։ Երթի ամբողջ ընթացքում մասնակիցները բարձրախոսով քաղաքացիներին իրազեկում էին աշխատանքային պայմանների արժանապատիվ լինելու կարևորության մասին։ Աշխատող մարդը յուրաքանչյուր տնտեսության հիմքն է։ Երթի կազմակերպիչների խոսքով մայիսի 1-ն առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնվեն աշխատողների ու արհմիությունների իրավունքները։ Սա նաև կարևոր միջոցառում է խոսելու մարդկանց անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, սոցիալական արդարության մասին։ Սրանք են բոլոր կարևոր հարցերն են, որոնց համար պիտի հետևողական լինել, ամեն օր սրա համար պայքարել, ոչ միայն մայիսի 1-ին, միայն օրենսդրությամբ դա բավարար չէ, պետք է նաև այդ մշակույթը ունենալ, վարքագծային կանոնները կարողանալ փոխել, որպեսզի աշխատողը ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանությանը, ինքը մտածի դրա մասին, տեղյակ լինի իր աշխատանքային իրավունքներից, այլապես պարզապես կխախտվեն աշխատանքային իրավունքները եւ եթե աշխատողը լռում է դրա մասին, ոչինչ անել չենք կարող։ Մանասերյանը հիշեցրեց, աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքացիները պետք է պարտադիր ծանոթանան աշխատանքային պայմանագրի դրույթներին, հետագայում իրավական խնդիրներից խուսափելու համար եւ հայտնեց, որ 2024 թվականի ընթացքում կոնֆեդերացիան ստացել է 655 դիմում բողոք, որոնք առնչվել են աշխատանքային հարաբերություններում արձանագրված իրավախախտումներին։ 655 բողոքները եղել են բազմաբնույթ, ինչպես նշեց կոնֆեդերացիայի նախագահը, պրոբլեմը երկուստեք է եւ առնչվում է ինչպես գործատուների վարքագծին, այնպես էլ աշխատողների անբավարար իրազեկվածությանը, ուստի հաճախ իրականացվում է քաղաքացիների իրազեկման արշավներ տարբեր հարթակներում։ Ինչպիսի իրավունքներ ունի աշխատողը, արտաժամյա աշխատանքի համար պետք է պարտադիր վճարվի եւ այն չի կարող գերազանցել ընդհանուր աշխատաժամանակը 48 ժամը շաբաթական, գիշերային աշխատանքի համար առանձին վճարվում է, թե դա տոնական օր է կամ հիշատակի օր է, կրկնակի վճարվում է, եթե այդ օրը աշխատում է։ Արձակուրդի իրավունքը նվազագույնը 20 աշխատանքային օր է տարին աշխատողի համար, հա, դուք կարող եք օգտվել մասերով կամ ամբողջական։ Եթե դուք արձակուրդում եք, բայց ձեզ կանչում են աշխատանքի հետ, պետք է հետ կանչ ձևակերպվի եւ այդ օրերը դուք պահպանելու եք արձակուրդի։ Նույնը, եթե օրինակ ժամանակավոր անաշխատանքություն եք ձեռք բերել, բյուլետեն, հա, այսպես ասեմ, այդ օրերի համար երկարացվում է այդքան օրով ձեր արձակուրդը։ Գործատուի կողմից աշխատանքից ազատումն էլ պետք է լինի հիմնավոր։ Կառուցվածքային փոփոխությունների դեպքում պետք է աշխատակիցը ծանոթվի 2 ամիս առաջ, ապա տրվի արձակման նպաստ ու վերջնահաշվարկ։ Աշխատողների միջազգային տոննա, աշխատավորի շահերին տեղյակ լինելու, ընդհուպ տնօրենից մինչև ամենավերև, բարձրաձայնում են կարիքները, պահանջները, սպասելով, հավատալով, քայլ առ քայլ, որպեսզի այդ պահանջները լրացվի։ Հավատում ենք։ Ինչպես ներկայացրին կազմակերպիչները, 2024-ին ստացված բողոք դիմումների իրավախախտումների գերակշռող մասը վերաբերում է սխալ կիրառված կարգապահական տույժերին, աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերին, մարդկանց արձակուրդ տրամադրելու խնդրին։ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը հիշեցում է այն մասին, որ աշխատանքը ոչ միայն եկամուտ ապահովող միջոց է, այլ նաեւ մարդու արժանապատվության մաս։ Եվ ինչպես էլ որ նշվի այս օրը, կարևոր է հիշել, որ աշխատանքը պետք է լինի արդար, անվտանգ եւ արժանապատիվ։ Հիփսիմե Ավագյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։